Շուշիի 1992 թվականի ազատագրումից հետո, երբ սկսվում են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները եւ ի վերջո վերահաուցումից հետո եկեղեցին իր ուխտավորներին նորից հյուրընկալում է, այստեղ Հայաստանի Հանրապետությունից հատկապես այցելուների համար միշտ մի հետաքրքրական հարց է լինում. ինչու է այդ մասշտաբի, այդ մեծության եկեղեցի կառուցվել քաղաքում եւ շատ դեպքերում նույնիսկ այսպիսի մտայնություն կար, չէ՞ որ Շուշին այդ պայծրության փոքր քաղաք էր եւ վերադարձած հայ բնակչությամբ ընդամենը 90-ականների վերջին 3000-ից մի փոքր ավելի հայ բնակչություն ուներ եւ 2020 թվականի դեպքերից առաջ արդեն բնակչության թվականակը մոտեցել էր 5000-ի, բայց այս պայմաններում հարց էր առաջանում, ինչու է այդ մասշտաբի եկեղեցի այդտեղ կառուցվել։ Ավելին, երբ սկսում էին պատմել մարդկանց եւ եթե գիտական գրականություն էին բացում նաեւ տեսնում էին թե ամեն թաղ ունեցել է իր եկեղեցին, այսինքն բազմաթիվ եկեղեցիներ են եղել քաղաքում, ել ավելի մեծ հարցեր էին առաջանում այս սովորական այցելուի մոտ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։